Մոտ ապագայում ենթադրենք արհեստական բանակությունը կարող է ասել այս տարածաշրջանում գինը թանկանալու է եւ լավ վերլուծություն տալ նաեւ ներդրողին կամ գնորդին, որ այստեղ ներդրում արա, որտեվ արհեստական բանականության այս համակարգը այս վերլուծությունն է առաջարկել։ Օգտագործվում է այն Հայաստանում ձեր ընկերությունում։ Ես կարող եմ ասեմ, ես ոնց եմ օգտագործում արհեստական բանականությունը։ Արհեստական բանականությունը ինձ շատ է օգնում տվյալների data անալիզիկայի հարցում, այսինքն data անալիզիկայի process-ների արագության հարցում ուղղակի։ Ինձ թվում է աշխարհը հիմա հիմնված է data անալիզիկայի վրա, որ data ունի ու կարող է դա լավ անալիզ անի, նաև կարող է բավական ճիշտ կանխատեսում անի։ Չնայած որ փոփոխվող աշխարհ է ու շատ արագ են։ Եկեք վերլուծենք, դուք ինչ եք օգտագործում։ Մենք օրինակ, եթե կա մի տարվա վերլուծություն ամեն ամսվա, պարզ բան ասեմ, եթե կա ամեն ամսվա վաճառքի թիվը, օրինակ ծախվել է ամեն ամիս X քանակի ինչ-որ գույքեր։ Եվ դրա մեջ մի հատ էլ ենթա ինչ-որ կետ կա, որտեղ որ գրված է, որ չգիտեմ, այս ամիս վաճառվել է 3 սենյականոց այսքան, 2 սենյականոց այսքան եւ այսքան, ու դրան հետ զուգահեռ գրված է, որ այդ ամսվա միջին քառակուսու վաճառքը այսքան է եղել։ Կամ գնորդները արտասահմանից են կամ Հայաստանից են։ Հա, դա էլ։ Հիմա ինչ կարանք օրինակ հարցում անենք, արագ վերլուծության համար այդ դատան, երբ որ տալիս ես արհեստական բանականության ու հարցս տալիս ուղղակի մի հատ ինձ ասա տենդենս ուր է գնում այս դատայի հիման վրա մեր մոտ վաճառվող բնակարանների մակերեսները ավելանում են թե պակասում են, շատ արագ է, մի րոպեում քեզ տալիս այդ ցուցանիշը։ Կոնկրետ այդ գործիքը օգտագործում եք դուք։ Ոչ միայն։ Ինչ հնարավոր է, ինչ մտքից փչում է, այսպես ասած, իմ համար այդ արհեստական բանականությունը դե վերլուծություն անելը մեկ, որպես կոնսուլտանտ, այսպես ասած, օգտագործելը ու մտքերս կրիտիկա անող։ Իսկ աշխատակիցները օգտագործում են։ Աշխատակիցներն էլ նույն բանությամբ օգտագործում։ Արհեստական բանականությունը օգնում որ դու ավելի պրոդուկտիվ լինես ու բնականաբար բոլորս օգտագործում են։